Որևէ մեկդ նկատել եք այսօրվա օրը ինչ օր է 3:16 Եվ ինչու հենց այս օրը այսպես Տերը մոտեցավ Ես ուզում եմ մանամ սոշիալ մեդիաները միացած են Աստծո ժողովուրդ Ամեն բան Աստված նշանով մեզ հայտնում է ցույց է տալիս խոսում է Երանի նրան ովքեր ունեն հոգևոր աչքեր եւ ականջներ տեսնելու եւ լսելու այն խորք այն հոգևորը ինչը որ Տերը պատրաստել է մեզ համար Ամեն Շնորհավորում եմ John 3:16-ի օրը թող Տերը փառավորվի Այս օրը ամսվա 3-րդ ամիսը 16-րդ օրը խորհուրդն է Աստվածաշնչի սրտի որը որ Աստված այնքան սիրեց որ զոհեց Հիմա հարցումը սրանում է մենք ինչ ենք զոհում Տիրոջ համար Մենք որքան ենք մեր ժամը դնում Տիրոջ համար դա է կարևորը Իմ համար այսօր գեղեցիկ օր է օրհնյալ օր է գարուն է գալիս է ամառը իմ ամենասիրած եղանակներից մեկը ամառը չգիտեմ ստեղ քանիսը եք ամառը սիրում Ես շատ եմ սիրում արևը ուրախ է ամեն բան լավ է Ժակլին քուրս խոսում էր սիրո մասին, Աստծո սիրո մասին Եվ այդ սերը նաև բնակվում է իր զավակների մեջ, որտեղ մենք Սուրբ Հոգու տաճարներ ենք եւ սերը Աստված, որ բնակվում է մեր մեջ, նաև բնակվում է այդ սերը մեր մեջ Եվ հավատացնում եմ ձեզ այդ սերը, որ մենք ցույց ենք տալի աշխարհին, գլխապտույտ է առաջացնում նրանց մոտ Չեն կարողանում հասկանան Ուրիշ մտքեր են ունենում, ինչու է այս աղջիկը մեզ սեր տալի, ինչու այս տղան մեզ սեր տալի, որտև Հիսուս, որ մեզ տվել է ձրի այդ սերը, մենք է պատրաստ ենք այդ սերը տալու բոլորին, ամեն, Աստված բարի է, օրհնյալ է, ձեզ հետ երբևէ կատարվել է նման բան, որ նստել եք ինչ-որ մեկի մի տեղ և Աստծո խոսք եք քարոզել, Աստծո թագավորության լուրն եք քարոզել, Եվ մի անգամից հենց ագրեսիայով պատասխան եք ստացել Գիտեք, ես հավատում եմ Աստծուն Ով է ասում, որ ես չեմ հավատում Ես էլ եմ Աստծուն հավատում Մի քիչ էլ երկար պատմություններ են սկսում պատմել Փոքր ժամանակ ես էս եմ արել Հավատքը ու սկսում են իրանց գործերով Արդարանալ բան, հա, սենց խիստ Այնքան եմ ուզում այդ ժամանակ ասեմ Բայց գրված է, որ նույնիսկ դևերն են հավատում նույնիսկ սարսափում են Աստծուց դևերը եւ այստեղ ավելի խիստ է գալի Աստծո խոսքը Հակոբոս Առաքյալը 2:19-ում ասում է դու հավատում ես թե Աստված կա լավ ես անում դևերն են հավատում որ Աստված կա նույնիսկ սարսափում են ասում է բայց կամենում ես իմանալ ով դատարկ մարդ Աստծո խոսքը շատ խիստ է խոսում ուղղակի հիմա վերջի 21-րդ դարի Առաջնորդներս մի քիչ նրբացնում ենք, որ շատ չցավացնենք մարդկանց, որտեղ մարդիկ շատ զգայուն ու շատ մի տեսակ նուրբ են դարձել, դա կլինի տղամարդ թե կին, սա նուրբացել են, չես կարողանում ճշմարտությունը նենց բացահայտ խոսած, ասում է ով դատարկ մարդ, հավատքը առանց գործերի մեռած է, այն ինչ որ Հովիվ Արմանը այստեղ քարոզեց, հենց խոր իմաստը դրա մասին է Մենք կարող ենք հավատք ունենանք, մենք կարող ենք եկեղեցի այցելել, մենք կարող ենք Աստծո խոսքը, եղել է, որ հեչ ասել ես մեկին Աստծո խոսքից մի համար, մի անգամից արձագանքել է, ես Աստծո խոսքը շատ լավ գիտեմ, քիչ ամնում մտեղ է ֆռամ ասեմ, սատանան էլ լավ գիտի Աստծո խոսքը, նույնիսկ ինձանից ու քեզանից էլ ավելի լավ գիտի սատանան Աստծո խոսքը, չեմ ուզում ցավեցնեմ որևէ մեկի, ես նույնիսկ առաջինը իմ անունը տվի, ինձանից քեզանից ավելի լավ սատանան գիտի Աստծո խոսքը, մենք դա գիտենք Ղուկաս 1, կներեք Ղուկաս 4:1 համարից, երբ որ անապատում Հիսուսը Սուրբ Հոգով տարվեցավ փորձվելու, ով էր նրան փորձողը, սատանան, ինչով էր նրան փորձում, Աստծո խոսքով, Հիսուս Երբ որ Հիսուսը սոված էր, գրված է, հրամայի քարերը հաց կդառնան, կուտես եւ կկշտանաս։ Հիսուսը ասաց, նաեւ գրված է, որ մարդը միայն հացով չի ապրում, այլ Աստծո խոսքով։
Բայց Հիսուս տարավ նրան մի աշտարակի վրա բարձր մի տեղ, թագավորությունը ցույց տվեց, ասաց Հիսուս, ստեղից քեզ վայր գցի, գրված է, Սաղմոս 91-ը գրված է, հրեշտակներին կհրամայի, ասում է, քեզ կբռնեն իրենց ձեռքերի վրա, ոտքդ է քարին չի հասնի։ Նաև գրված է, ասաց Հիսուս, որ Հայր Աստծուն չփորձես։ Հիսուս ցույց տվեց ամբողջ թագավորությունը, երեսի վրա վայր ընկիր ինձ երկրպագիր ասեց, բոլոր այս թագավորությունը քեզ կտամ։ Այն փորձությունը, որը այսօր աշխարհի հետ անում է եւ շատերի մեջ հաջողվում է, աշխարհի թագավորություն, հարստություն, ամեն ինչ քեզ կտամ, մենակ ինձ երկրպագի։ Հիսուս ասաց, միայն ու միայն Աստծուն կերկրպագենք։ Քանիցս այդքան լավ գիտենք Աստծո խոսքը, երբ որ թշնամին գա եւ Աստծո խոսքով մեզ փորձել եւ փորձության մեջ գցել, ծուղակը պատրաստած դրա մեջ գցել, քանիսս ենք պատրաստ Աստծո խոսքով նրան իր տեղը ցույց տալ։ Գիտես ովքեր մասնակցում են Աստվածաշնչյան դասերին, ովքեր լսում են Աստծո խոսքը, ովքեր պատրաստ են սովորելու, ովքեր պատրաստ են ծառայելու Տիրոջը։ Աստծո ժողովուրդ, ես ձեզ լուրջ բան եմ ասում, Աստծո խոսքի մեջ բարձրացում ասում, դուք կտեսնեք ծառայողների եւ ոչ ծառայողների տարբերությունը։ Գիտեք ինչքան քիչ մարդ ունի սիրտ ծառայելու Աստծուն, եւ սա վտանգավոր է։ Մենք չենք փրկվել, որ փրկվենք այնքան, որ մենք փրկվել ենք, որ գործ անենք Աստծո դաշտի մեջ, քանիսն են ստեղ ծառայում։ Այսօր այս քարոզը, որ տալիս է Տերը, եկեք թույլ տանք, թող Սուրբ Հոգին մեր մեջ բաներ փոխի մեր մտածելակերպը, փոխի մեր սիրտը, փոխի մեր քայլերը, մեր ոճը, մեզանից հեռացնի այս մարմնավոր, եսակենտրոն, եսասեր իրավիճակը եւ մեզ տա Հիսուսի սիրտը։ Հիսուսը թագավորների թագավորն է, նա նստած էր գահին, նա երբ որ պետք է ծնվեր, երբ որ մարգարեություն կար, որ Մեսիան պետք է ծնվի, բոլորը սպասում էին թագավորը պետք է ծնվի, բայց նա եկավ ծառայի կերպարանքով, նա եկավ որպես ծառա, նա ծնկի իջավ, ոտքերը լված աշակերտների եւ ասաց, այն ինչ որ տեսակ ես այսօր ստեղ արեցի, այս նույնը դուք կանեք, քանիսս ենք ոտ լվացող, էդ էր մնում պակաս, հետովա որ դրա ոտքերն է լվամ, այդ մտածելակերպը այսօր չի թողում Սուրբ Հոգով լցված, Սուրբ Հոգու պտուղներով զարդարված կյանք ապրենք, բավական է մարմնավոր մտքով հոգևոր կյանք ապրենք, չի ստացվելու, երկուսը մեկտեղ չի կարող, խավարը եւ լույսը իրար հակասող է, մեկտեղ չի կարող լինել, կամ ընտրիր խավարը, գնա խավարում ապրի ոնց ուզում ես, կամ էլ ընտրիր լույսը եւ դառիր այն լույսը, որ խավարը կցրի ամենուրեք, ամեն, եկեղեցի, ինչպես Հովիվ Արմանը ասաց, մեր ծափերը, Սիլվի, երկող մեր փառաբանության խմբի, մեր Սաղմոս ընթերցող երեխաների համար չեն, ոչ է Յուրիկ եղբոր կամ Մարիանա քրոջ համար են, ոչ մեկի համար չեն, մեր ծափերը զուտ գնում է երկինք եւ Աստծո խոսքը ասում է մտիր Աստծո սրահները ծափերով, ցնծությամբ, սաղմոսներով, երգերով, փառաբանությունով, նայում եմ ժողովրդին ալարում են ծափ տան, ժողովուրդ, մեր լավագույնը բերենք Հիսուսի առաջ, ինք իրա որդին ա զոհե, մենք մեր ձեռքերը կարանք զոհենք, 3 վայրկյան, եկեղեցին պետք է աճի, ժամանակն է եկեղեցին աճի, ժամանակն է եկեղեցին Սուրբ Հոգու պտուղներով զարդարվի, որովհետև հավատացնում եմ ձեզ մեկ բան, ավելավ է մենք աշխարհում մնանք, քան թե Աստծո ճանապարհի եկեղեցու մտնենք եւ չձգտենք Աստծուն նմանվենք, սա ամենամեծ գայթակղությունն է աշխարհի համար, ժամանակն է, որ մենք պտուղ տանք,
պտուղ տան, որ մարդիկ մեր կողքը նստելուց հաճույք առնեն, Տիրոջ հոտը մեր վրայից առնեն, ամեն, ամեն, հիմա կսկսենք մեր քարոզը, այն օրը, ուրախանում են բոլոր հոգևորները, ասում են ամեն, այ հիմա պատրաստ ենք լսելու քարոզը, այն օրը, որ մենք վերստին ծնվեցինք, Աստծո թագավորության լուրը լսեցինք, ապաշխարեցինք, վերստին ծնվեցինք Սուրբ Հոգուց, այլևս ոչինչ Աստծո հսկողությունից դուրս մեր կյանքում չի կատարվում։ Եկեղեցին թող ասի ամեն։ Իհարկե բոլոր նրանք, ովքեր գիտեն իրենց կյանքը Աստծո հսկողության տակ է, թող ասեն ամեն։ Այսքանը ասելով մենք հասկանում ենք, որ Տերը որպես հովիվ, գիտեք Աստված հովիվներ է կարգել եկեղեցում, եթե պետք չլներ, կարիքը չլներ, Աստված չեր անի, բայց Աստված կարգել է, այդպես է կամեցել, այդպես է արել, որ իր հոտի, իր եկեղեցիների վրա հովիվներ լինեն, որ կառաջնորդեն ուր, դեպի ճշմարտություն, դեպի հավիտենական կյանք, դեպի Աստծո թագավորություն, բայց մենք գիտենք, որ մեր հովվապետը մեր բարի հովիվը, որը Քրիստոս Հիսուս Տերն է, երբ որ մենք վերստին ծնվում ենք, Տերը որպես մեր բարի հովիվ հոգում է մեր կարիքները, հսկում է մեր հոգևոր կյանքի ընթացքը, օրինակ, այսօր նկատում է Տերը, որ այստեղ սխալ, սառած վիճակ է, Աստված հանդիմանում է, զգում է, որ կրակոտ վիճակ է, Աստված գովում է, Աստված փառավորվում է այդ վիճակով, պաշտպանում է մեզ Աստված թշնամիներից, այսա ամեն ասեք, որտեղ սա հաճելի է բոլորիս չէ, որ մենք թշնամիներից միշտ պաշտպանված լինենք, եւ սայթակում ենք եւ թշնամու առջև դուռ բացում, մեր անմտությամբ, մեր անուշադրությամբ եւ փորձության մեջ ենք ընկնում, նա դարձյալ հավատարիմ է մնում մեզ եւ իրավիճակներից բռնում եւ դուրս է հանում, որքան հոգատար Աստծո ենք մենք ծառայում եւ պաշտում, ամեն, Դավիթ թագավորը շատ գեղեցիկ նկարագրում է նրա հավատարմությունն ու հոգատարությունը որպես հովիվ ասելով, Սաղմոս 23:1, Տերն է իմ հովիվը, եւ կարոտություն չեմ ունենա, նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ, եւ հանդարտ ջրերի մոտ տանում է ինձ, իմ անձին հանգիստ է տալիս, ինձ առաջնորդում է արդարության շավիղներումը իր անունի համար, որտեւ իր անունը հավատարիմ է, նա առաջնորդում է ամեն ժամանակ մեզ։ Եվ այստեղ լսեք, բոլոր նրանք, ովքեր նեղության մեջ եք, ասում են, թեև գնամ մահի շուքի ձորումը, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանը, քո ծուպը, նրանք մխիթարում են ինձ, դու իմ առաջին սեղան ես պատրաստում, իմ թշնամիների դիմաց, դու իմ գլուխը յուղով օծում ես, իմ բաժակը խիստ լիքն է, քանիսս կարող ենք այս խոսքերը համարձակորեն Դավիթի նման ասենք, հանձինս ես կարող եմ, Աստված այն ինչ գրված է, Սաղմոս 23 առաջի օրվանից, որ ես ապաշխարել ու ընդունել եմ իմ Տիրոջը, դարձել է իմ անձնական վկայությունը, իմ գլուխը յուղով օծում ես, իմ թշնամիների առջև սեղան ես պատրաստում, եւ նայեք ինչ է խոստանում, իմ բաժակը խիստ լիքն է, հենց բարիքը ու ողորմությունը կգա իմ ետևից, իմ կյանքի բոլոր օրերում եւ Տիրոջ տանը կբնակվեմ շատ երկար ժամանակ։ Այս Սաղմոսը խոսում է հավատարմության մասին, Այս վերջի մի քանի շաբաթները մենք եկեղեցում, մանավանդ չորեքշաբթի օրերն էլ, ովքեր մասնակցում են երկուշաբթի, լսում են եւ կտեսնեն, որ մենք շատ ենք ուսումնասիրում որոշ հիմնական արժեքներ, որոնք բոլորս յուրաքանչյուր հոգևորս պարտավոր ենք կիրառել եւ ցուցադրել մեր կյանքում։ Եվ այդ հիմնական արժեքներից մեկը, որը որ թույլ տվեք այսպես ասեմ,
ողջ մարդկությունն է սիրում, դա հավատարմությունն է։ Յուրաքանչյուր մարդ ուզում է իր կողքին ունենա հավատարիմ մարդիկ, այո թե ոչ եկեղեցի, հավատարիմ մարդիկ։ Այսօր Սուրբ Հոգին սրտումս դրեց, քարոզը վերնագրեմ, Տերը հավատարիմ է, իսկ դու։ Յուրաքանչյուրս մենք մեր մեջ կարող ենք այդ հարցին պատասխանել, երբ որ քարոզը լիովին կլսենք, կվերջացնենք, թույլ տանք թող Սուրբ Հոգին մի հատ սենց եղել է, որ ձեր տունը ոնց են ասում ու բորկա ես անում, ամեն ինչը հանում սենց թափում ես մեջտեղ, չէ, քեզ թվում է լեսի դասավորել չի լինի, որտեվ խենթություն է, սաղ իրար խառնված, լսեք, այսօր թողեք թող Սուրբ Հոգին էդ ու բորկան անի մեր մեջ, թույլ տվեք ինչ կա չկա հանի թափի մեջտեղ այսօր, որ կարողանանք այդ հարցին, երբ որ քարոզը կվերջացնեմ, մենք ինքներս մեր հետ անկեղծությամբ պատասխանենք, արդյոք ես հավատարիմ եմ Տիրոջը, թե ոչ, ամեն։ Աստվածաշնչյան համարներից մեկը, Հռոմեացիս 3:4 համարը, թող Աստված ճշմարիտ լինի և ամեն մարդ սուտ։ Դա է ճշմարտությունը, հենց այդպես էլ կա, ամեն մարդ սուտ է։ Մարդը միշտ հավատարիմ է լինում, միշտ չէ, մեկ-մեկ, իրեն հավատարիմներին, ուրամնաց մտածենք անհավատարիմների հանդեպ մարդը հավատարիմ լինի։ Ես չեմ կարողանում պատկերացնեմ, շատ այդ վիճակը լինի միայն ծնող երեխա հարաբերության մեջ, որ երեխան ինչքան է անհավատարիմ լինի, դու մնում ես որպես ծնող հավատարիմ նրան, հա? Բայց դրանից դուրս ես չեմ պատկերացնում, որևէ մեկը մեկին կարող է լինել։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս 3:3 համարում առաքյալը ասում է, Տերը հավատարիմ է, որ կհաստատի ձեզ և կպահի այն չարիցը։ Թեսաղոնիկեցիների այդ երիտասարդ նրանց հավատքը անհավատները փորձում էին փչացնեին եւ առաքյալը նրանց գրում է ասում է, որ Տերը հավատարիմ է, չի թող այդ չարիքը ձեր վրա տիրի։ Տերը հավատարիմ է, մինչև վերջ մնում մեզ։ Ամեն։ Աստծո ժողովուրդ, մեր դուրը գալիս է։ Մեզ հաճելի է։ Մենք գնահատում ենք, հա, Աստծո հավատարմությունը։ Ովքեր որ Աստծո մեջ երկար տարիներ է ապրում եք, ովքեր որ ճաշակել եք Աստծո հավատարմությունը, ինձ հետ համամիտ կլինեք, որ իսկապես գեղեցիկ է նրա սերը, նրա ողորմությունը, նրա հոգատարությունը, առավել ևս նրա հավատարմությունը։ Եղել է ժամանակ, որ սենց քիթ բերանի վրա անկել եք հոգևոր կյանքի մեջ, մեղքի մեջ, ինձ հետ եղել է, ովքեր են։ Ես հոգևոր կյանքի մեջ քիթ բերանի վրա անկել եմ, զգացել եմ մեղքի մեջ եմ, զգացել եմ ամենազզվելի իրավիճակի մեջ եմ, հիմա միգուցե ոմանք նայեն ասեն, հովիվ ես, առաջնորդում ես եկեղեցի, ասում ես մեղքի մեջ ես ընկել, այո, սուտ է խոսում այն մարդը, որ ասում է ես հովիվ եմ ու երբեք էլ մեղք չեմ գործում։ Մենք քանի դեռ մարմնի մեջ ենք, սատանան 24 ժամ առավել ևս մեր հետ գործ է անելու, որ փորձի մեզ փչացնի, կործանի, սպանի, եւ մենք եթե արթուն չլինենք որևէ փոքրիկ տեղերում, ոչ թե մեծ, փոքրիկ տեղերում թշնամին գիտի ինչպես կործանի, եւ գիտեք այստեղ մենք սիրում ենք, որ հենց այդ տկար, այդ զզվելի իրավիճակի մեջ Տերը հավատարիմ է մեզ եղել։ Երես չի թեքել ու գնացել, հակառակը ձեռքը մեկնել է և քեզ բարձրացրել է, ասում է իմ ծառան 7 անգամ էլ ընկնի, դարձյալ ձեռը կբռնեմ ու հետ կբարձրացնեմ և գեղեցկությունը դրանում է, որ նա հավատարիմ է մեզ, հա? Մենք առիթից չենք օգտվում ասելով, քանի որ նա հավատարիմ է, մենք կարանք անընդհատ մեղքի մեջ ընկնենք, իհարկե ոչ, քավլիցի ոչ, բայց նա հավատարիմ է և մենք սիրում ենք նրա հավատարմությունը, բայց գիտեք Աստծո խոսքը ինչ է ասում, լսեք։ Պողոս առաքյալը Հռոմեացիս 8:29 համարի մեջ ասում է, որովհետև նրանց, որ առաջուց ճանաչեց, առաջուց է սահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինելու, որ նա անրանիկ լինի շատ եղբայրների մեջ, Աստված պահանջում է յուրաքանչյուրիցս իր որդու պատկերին կերպարանակից լինենք։ Այսինքն մենք հոգևորներս, քանի որ ապրում ենք Տիրոջ հետ, մենք կերպարանվենք, մենք նմանվենք Քրիստոս Հիսուսին, ամեն։
Աստված էլ է ուզում մեր մեջ տեսնի այդ թանկ արժեքը, որը որ մենք սիրում ենք իր մեջ, ինքն է ուզում է դա տեսնի մեր մեջ, ուզում է իր որդու կերպարը, արժեքը մեր մեջ տեսնի, դրա համար ասաց, պտուղ տվեք, որտև Հիսուս, երբ որ նրա առջև կանգնենք, մեր գործերը, մեր քարոզները, մեր բարե գործություն արածները, ոչ մի բանով նրա առջև չենք կարողանալու պարծենանք, միակ բանը, որ նա նայելու է, տենում է իր որդուն, թե ոչ, պտուղ տվել ենք, թե ոչ, թե դեռ դառը մի մարդ ենք, որ մեր շուրջը բոլորին բարկացնում ու ատելության մեջ ենք ցում, թե այնպիսի մեկն ենք, որ մեր մոտ գալի եւ հանգիստ են գտնում, բժշկվում են, օրհնվում են Տիրոջ անուշ ներկայությունից, մենք մեջ պետք է Հիսուս փայլի, սուտ է այն հավատքը, որ քարոզում են, ոնց կասը տենց է երկինքը, սուտ է, սուտ շնորհք է դա, մենք պտուղ պիտի տանք, Աստծո խոսքը ասում է, ծառի քոքին դրված է կացինը, պտուղ չտվեց կտրվելու է, օրինակը տամ, Հիսուսը երկրի վրա քայլում է, տենում է թզենին հեռված, գեղեցիկ ծառը կանաչ տերևներով եւ ասում է գնամ թուզ ուտեմ, պտուղ ուտեմ, գնում է մոտենում է, հեռվան շատ գեղեցիկ, թուզ չկա վրեն, Հիսուսը անիծում անիծյալ լինես, յուրաքանչյուրս Աստծո դաշտում ծառեր ենք տնկված, եւ յուրաքանչյուրս որպես ծառ պետք է պտուղ տանք, որտեղ այգեպանը շուտով գալիս է եւ կմոտենա ամեն մի ծառի, որպեսզի նրա պտղից ուտի։ Քո մեջ պտուղ կա, հարցումը դրանում է։ Դու պտուղ տալիս ես եւ այդ պտուղը ում պտուղն է, Աստծո պտուղն է, թե դառը պտուղ է։ Ժողովուրդ, քանի դեռ ժամանակ կա եւ Տերը խոսք է մեզ տալի, լուրջ մոտենանք այս խոսքերին։ Ինչպես է Աստծո հավատարմությունը, եկեք լսենք, սովորենք, ձգտենք այդ հավատարմությունը ձևավորվի մեր մեջ։ Հավատարմությունը շատ գեղեցիկ է, շատ գեղեցիկ է, ամեն։ Ըստ Աստծո խոսքի Աստծո հավատարմությունը նրա անսասան նվիրվածությունն է մարդկանց, նույնիսկ այն դեպքում, երբ որ մարդիկ հավատարիմ չեն իրեն։ Աստծո հավատարմությունը նրա անփոփոխ բնությունն է, ինչպես ասում ենք Աստված սեր է, հայտ կարող ենք ասել Աստված հավատարիմ է, Աստված ողորմած է, մենք ինչ ենք հասկանում, որ Աստծո հավատարմությունը միահուսված է նրա սիրո, ողորմության, նրա այն քաղցր էության ամեն հատկանիշների հետ, ամեն, Աստծո ժողովուրդ կյանքը փոխում է պայմանները, արժեքները, այն ինչ, որ գեղեցիկ էր տարիներ առաջ, որ գիտեինք արժեք ուներ, ընտանիքի կառույց, կարգ ու կանոն, թեկուզ եկեղեցու կարգ ու կանոնը, կյանքը ամեն բան փոխվել է, բայց մեկ բան մնում է հաստատուն, Աստված եւ իր հավատարմությունը։ Անցած օրը իմ պապայիս ընկերոջ կինն էր եկել Ամերիկա եւ այդ պապայիս ընկերն էլ է մահացել։ Եվ հավաքվել էինք մեկտեղ մամայիս տանը, հետո մեր տանը հավաքվեցինք եւ զրույցում էինք։ Դե ես Հայաստանից մենք շատ փոքր ենք, ես ու քույրիկս եկել, չեմ հիշում, բայց պապաս շատ է մեզ տուրիստ տարել Հայաստան եւ այդ փոքր տարիքի բաներ կա, որ հիշում եմ, այդ շփումը իրենց ընկերների հետ, բայց որոշ չափով, բայց միշտ դրանից հետո տուրիստ է տարել, շփվել ենք իրենց ընկերները, ոչ թե ընկեր են եղել, հարազատ սենց, հա, ու այդ օրը նստած սեղանի շուրջ զրուցում ենք իրար հետ եւ հիշում ենք, թե ինչքան մտերիմ ենք եղել, ինչքան հավատարիմ են եղել ընկերները միմյանց եւ այդ ընկերոջ կինը մի հատ գեղեցիկ արտահայտություն արեց, ասեց ինչ հետաքրքիր է, չէ Էլիզ ջան, մամայիս, Էլիզա ջան ասեց, ինչքան գեղեցիկ է, որ ասեց իրենց ընկերությունը վերածվեց հարազատության, հավատարիմ հարազատության, որ այսօր իրենք չկան, բայց մենք դեռ շարունակում ենք մտերիմ շփումը միմյանց հետ, դե արի դա գտի այս օրերին,
Մեկի ոտը մի թեթև տրորիր, քեզ ցույց կտա ինչքան հավատարիմ ա քեզ, բայց առաջներում այդ արժեքները եղել ա, արժեքներ, թանկ արժեքներ, ծնողը երեխայի հանդեպ, երեխան ծնողի հանդեպ, այսօր այդ արժեքները փչացել ա, ինչ երեխա ծնող հարաբերության մասին է խոսքը, ինչ ընկերոջ հետ հարաբերության մասին է խոսքը, ամբողջ այդ արժեքները փչացել ա, չկա, շատ քիչ ա, բայց սա ցավալի ա, սուք ա դա։ Աստված առաջինը հավատարիմ է ինքը իրեն, իր խոսքը իրեն, երբեք չի հակասում, երբեք չի հակասում, ինքը իր դեմ երբեք չի գործում, այդ իսկ պատճառով ևս նա հավատարիմ է մեզ։ Դա համար եթե ինքը խոստացել է, թեկուզ մենք տկարն ենք ու անհավատարիմ, դավաճան, ապերախտ, ոչ սուրբ ուրանանք, ինքը մեզ չի ուրանա։ Դուք տեսնում եք ինչու Աստված ստեղծել ընտանիքը, հայր եւ որդի հարաբերություն, ծնող եւ երեխա հարաբերություն, երեխեդ քեզ ուրանա, դու երեխուդ չես ուրանա, որովհետև դու նրան ծնել ես ցավով եւ նա քո համար թանկ է, քո մարմնի կեսն է եւ դրա համար այդպես էլ Աստված մեզ ա ծնել, իր շունչն ա մեր մեջ դրել եւ այսօր երբ որ մեկը սայթակում ա, մեկը տկարանում ա, մեկը փչանում ա, Աստծո համար դա ցավ ա, որովհետեւ սիրում ա անսահման սիրով իր զավակներին, իր կերպարով ստեղծվածներին։ Աստծո հավատարմությունը ի վերջո մենք տեսնում ենք դրսևորվում է Հիսուս Քրիստոսի փրկագնող աշխատանքի միջոցով, այսինքն հավերժական կյանքի խոստմունքը իրականացնելով, զոհեց իր ամենաթանկը, որ ունենա մեզ, հավատարմության մասին է խոսքը, իր ամենաթանկը զոհեց, որ ունենա մեզ, ես ձեր տեղը լեմ ծապ կտամ երկինք դեպի, Տիրոջը փառք տալով եւ ասելով շնորհակալ եմ Տեր, որովհետև եթե քո հավատարմությունը չլներ, մենք այսօր բոլորս դժոխքի բաժին կլինեինք, բայց դուք պատկերացեք այն օրը, որ Աստված խոսեց մեզ հետ եւ կանչեց մեզ, հրավերք ուղարկեց, կանչեց որդու հարսանիքին եւ մենք այդ հրավերքը չմերժեցինք որպես հեթանոց ժողովուրդ, հա? Չմերժեցինք, բոլոր կաղ, կույր, ինչ ասեմ, համր, ամենազզվելի ժողովուրդս, ասինք Տեր ընդունում ենք այդ հրավերքը եւ եկանք ու մտանք այդ սրահը, Տիրոջ սրահները, որպեսզի Թվոց 23:19 համարը, Աստված մարդ չի, որ սուտ խոսի, ոչ էլ մարդի որդի, որ զղջա, միթե կասի եւ չի անի, կամ կխոսի եւ չի իրականացնի երբեք։ Աստված հավատարիմ է մեզ, Աստված հավատարիմ է քեզ Գայան քուրս, այն օրը, որ քեզ ասեց դու իմ զավակն ես, այն օրը, որ դու փրկվեցիր, այդ փրկությունը խաղ չի, որ մի օր փրկվես, մի օր առնի հետ, մի օր փրկվես, մի օր առնի հետ, խաղ չի այն, պարզապես կորցնում են նրանք իրենց փրկությունը, ովքեր դավաճանում են ապերախտությամբ Տիրոջը, բայց եթե դու չդավաճանես, նա քեզ չի թողելու մինչև աշխարհի վերջ, նա քո մոտին է ելնելու եւ քեզ ամեն կերպ փորձելու է ամեն տեսակ թշնամու որոգայթներից փրկի, որտեղ քեզ սիրում է անսահման սիրով, չկա չափանիշ, չկա որևէ սահման նրա սիրուն, քեզ սիրում է անսահման սիրով, Կարեն աղբերս, քեզ սիրում է անսահման սիրով Հիսուս, դրա համար այսօր դու ստեղ ես, տարիներ է անցել, պապատ երկինք գնաց, բայց Աստված չմոռացավ են ինչ որ խոստացել էր քո հորդ, եւ այսօր դրա համար քեզ ձեռքիցդ բռնեց ու բերեց իր տուն, Աստված չի ուրանում, Աստված չի մոռանում իր խոստումները, Աստված եթե խոսել է, խոստացել է, Աստված իրականացնում է, օ հալելույա, հալելույա, Աստված միշտ հավատարիմ է, եւ հենց դա է նրա այդքան
դա է հենց նրան այդքան ապահով դարձնում, որտեղ մենք գտել ենք մեր պաշտպանությունը։ Գիտեք, պահա գալիս դու քեզ հայլի մեջ նայում ես ու ասում ես անարժան էակ։ Դու ով ես, որ դու փրկվես ու մտնես երկնքի թագավորություն, որտեղ կատարյալ սրբություն է տիրում։ Բայց ինչպես քուրս քիչ առաջ Ժակլինը, երբ որ երգում էր ու ասաց այս խոսքերը, ասաց. Հայր, դու քո սրբությունը նույնիսկ քեզ չպահեցիր։ Այնքան առատաձեռ ես, որ քո սրբությունը նույնիսկ նվիրեցիր քո զավակներին, մեզ այսօր։ Երբ որ փափագում ու խնդրում ենք Տեր, ուզում եմ ես սրբվեմ, նա չի ասում դու անարժան ես, նա մեզ արժան է տեսնում, որովհետև անսահման սիրով սիրում է։ Եվ Աստծո ժողովուրդ, նրա մեջ է մեր ապահովությունը։ Ավելի լավ է դուք Աստծո տան մեջ ծեծ ուտեք, ոնց որ այսօր Փաստոր Արմանը սաղից մի հատ ուժեղ ապտակ տվեց, սաղից գլուխները են կոմ շուռ եկավ, քանց թե մենք դրսում թշնամուց համբյուրներ ստանանք։ Ես շատ ուրախ եմ այն հանդիմանության համար, ու ձեզ չթվա դա մենակ ձեր համար էր, մեզ համար էլ է։ Իր ընտանիքի անդամներին առաջինը նա ասում։ Գիտեք, իմ տան մեջ մի հատ սկզբունք կա։ Շատ խիստ է նա նայում մեր հոգևոր կյանքը։ Շատ խիստ հսկում է իրար հետ, հսկում ենք մեր երեխաներին։ Այո, ինչպես նա վկայեց, տղա երեխա է, որոշ չափով իր պապայի կյանքը անցյալի տեսել է, հարգված, աշխարհում ընդունված, սիրված աշխարհի կողմից, հա, ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես արա, ներսից դու ձգտում ես այդ աշխարհին ավելի, որտեվ մարմինը մեղքից ծնվածն է, եւ երեխայի ինքն էլ է ձգտել այդ կյանքը, բայց գիտեք, մենք կանգ չենք առել, մենք ցավեցրել ենք մեր երեխաներին, որ նրանց հետ պահենք դժոխքից։ Մեկ անգամ հավաքված էին Աստծո մարդիկ հովիվներ եւ անդադ իջնում եմ Մայքլը ինքը ունի իր զալը, իր սենյակը ներքևում իջնում եմ, ասում եմ տղաս, վերևարի մի հատ ծանոթացի, խոսիր Աստծո մարդկանց հետ եւ ջղանացեց ինձ, անդադ չեմ ուզում, սպասի, հեսա կգամ անդադ իջնում, հելնում, վերջում որ իջա մի քիչ շատ խիստ խոսացի նրա հետ, ասեցի ինչա քո հետ կատարվում։ Երբ ես դու ասեցի հովիվների առաջնորդությանը լսելու, մեկ ես են շուռ եկավ երեսից նայեց ու ասեց, ես իմ հովիվին հետևում եմ, որ իմ Հիսուս Քրիստոս Աստված է, ու հասկացա, շատ անգամ մենք անցաչափատվա քարոզնա, արտաքինից մտածում ենք բան չի լինում, հավատացեք ձեզ, դուք ցանեք, արտաքինից բան չեք տենա, բայց ներքուս բաներ կկատարվի, որը որ միգուցե դու քո տեսանելի աչքերով չտեսնես, օրինակ Գևոր աղբերը չտեսավ, որ Կարեն արդեն Աստծո տան մեջ նստած, Աստծուն պաշտում, խոսքը լսում, իր ընտանիքով, գեղեցիկ ընտանիք, բայց Գևոր աղբերը այսօր երկնքում է, բայց Աստված է տենում։ Եվ մի օր Գևոր աղբերը այդ աչքերով կտեսնի երկնքում իր որդուն էլ, ինչու, որովհետև խոստացել էր Աստված նրան, եւ Աստված իր խոսքին հավատարիմ է մնում։ Մեր Աստված մեր պես չի գործում։ Մի սպասեք, որ մեր նման մտածի, մեր խորհուրդները, մեր ճանապարհներով բաներ անի, Աստված տարբեր է անում։ Աստված մեկին վերցնում է, որ մնացածին փրկի, Աստված բաներ է անում, որ մենք միգուցե մտածենք, բայց ինչու, օրինակ մտածում ենք, ինչու պիտի պապա շուտ մահանա, ինչու, մենք հիմա ես ու քույրս, իմ մամաս ավելի ու ավելի, մանավանդ թոռնիկները ավելի իրա կարիք ունենք, մանավանդ Մայքլս, որտեղ Մայքլս իրա ծոցն է մեծացել, ավելի իրա կարիք ունենք հիմա, բայց գիտեք Աստված տարբեր ձև է գործում։ Եթե այդ րոպեին ինքը չփրկեր իմ հորը, միգուցե իմ հայրը չփրկվեր։ Եվ կարծես սենց որոշման առջևն ենք, ես ու քուրս աղոթում ենք, ու Աստված նույն խոսքն է երկուսիս տալի։ Պիտի վերցնեմ հորդ, վերցնեմ, որպեսզի փրկվի նրա հոգին, որտեղ եթե բժշկեմ, էլի աշխարհ է գնալու։ Ամեն անգամ երբ բժշկելա հետա գնացել աշխարհ։ Ամանչելա էլի մի
տեսակ, բայց երբ որ այդ օրը արթնացանք ու առավոտ շուտ երկուսս նույն բանն ենք իրար ուղարկում, հասկացա մի բան, Տերը պիտի վերցնի, որ փրկի։ Միգուցե ժամանակավոր կարոտենք իրան երկրի վրա, եւ նույն իմ երեխեքին եմ ասում, ժամանակավոր կկարոտենք, բայց սա ժամանակավոր է։ Կա այնտեղ մի մեծ հավիտենություն, եւ կարևորը հավիտենությունն է։ Աստծո ժողովուրդ, Հիսուսին պինդ բռնենք, Հիսուսը մեր թանկն է, նրան հավատարիմ ելնենք, որովհետև Հիսուսից են կողմ կյանքը դժոխ կա, Հիսուսի մեջ է կյանքը ուրախ, երջանիկ, օրհնված։ Գիտեք, շատերը դիտում են եւ փափագում են գան Աստծուն, բայց նրանց շրջապատը, նրանց աշխարհի հանդեպ սերը չի թողնում նրանք քայլանեն, նրանց հպարտությունը, գիտեք, եւ սա վտանգավոր է, ամեն բան խաչեք, առեք խաչը, Հիսուսի ոտքերի հետքերով քայլեք, որովհետև այդ հետքերն ամենակ, որ երկինք է տանում, կողք ուրիշ հետքեր չկա, այո, առաքյալները ապրել են նրա նման, հրաշալի է տեսնել Աստծո զավակները ինչ ձևի հավատարիմ մնացին նրան, տեսնում ենք Պետրոսի հավատարմությունը, ինչ էր անում նա, երբ որ նրան տարան խաչելու, որտեղ ավետարան էր քարոզում, ասեց ինձի, սենց ուղիղ չխաչեք, ես ուզում եմ պատիվ տամ իմ Տիրոջը, հակառակ խաչեք, գլուխս ներքև, ոտքերս վերև։ Էս այն Պետրոսն է, որ շատ քիչ ժամանակ առաջ ուրացավ Հիսուսին, 3 անգամ ուրացավ Հիսուս, ով է, չեմ ճանաչում, հայհոյում էր, Հիսուս ով է, բայց այդ նույն Պետրոսը, որովհետև վերստին ծնվեց Սուրբ Հոգի առավ, զորություն հագավ երկնքից, այդ նույն Պետրոսը պատրաստ էր հավատարմությամբ խաչվել Հիսուսի համար։ Այն Պողոսը, որ Հիսուսի եկեղեցին հալածում էր, այն Պողոսը, որ Հիսուսի եկեղեցին սպանում էր, բանտերն էր գցում, վիրավորում էր, ցավացնում էր Աստծո եկեղեցուն մարմնին, այդ նույն Պողոսը պատրաստ էր գնար ու գլխատվեր Հիսուսի համար։ Բազում անուններ կարող եմ տալ։ Առաքյալները կրակի մեջ էփվում էին, ես լուրջ բաներ եմ խոսում, առաքյալները գլխատվում էին, առաքյալները խաչվում էին, առաքյալները սրով մեռնում էին, բայց ոչ մեկը չէր ուրանում Հիսուսին, նրանց ճանապարհը գնալով նեղանում էր, բայց այդ նեղ ճանապարհը իրեն ստանում էր երկինք, եւ նրանք մինչև վերջ հավատարիմ մնացին Տիրոջը։ Անցած օրը նայում եմ Սիրիայում եւ Աֆրիկայում մեր, այո, իմ ու քո հոգևոր քույր եղբայրներին ինչ են անում, սաղ տղամարդկանց, ասում են, սրտերը կտրում են եւ սիրտները հանում են, սաղ, ինչու, ասում են, ուրացիր Հիսուսին, մատով չենք կպնի ձեզ, բայց չուրացակ, դաժան ձևի, դառը ձևի պատժում են, գլխատում են մեր եղբայրներին, ոչ մեկը Հիսուսին չի ուրանում։ Իսկ այսօր եկեղեցի գանք, որտեղ անձրևագանք, փառաբանենք, ախր երեխես քնած, ախր մարդս հոգնած, ախր ոտերս ցավում, ամբողջ օրը գործ եմ արել, վերջ տվեք, Աստծո ժողովուրդ, Հիսուս արժանա մեր լավագույնը տանք նրան, Հիսուս արժանա, որ գիտեք, երեք ես չեմ գովում, բայց ես միշտ պատվում եմ Աստծո զավակները, որ արդար ծառայում են Տիրոջը, երեք Ռոզին մահվան շուքի ձորով էր անցնում, ամբողջ մարմինը թփրտում էր, սիրտ խառնոց, ամբողջ իր ճնշումը ընկած, տաքությունը բարձացած, աննորմալ վիճակ, սա հարցակում է, հիմա կասեք ինչ հիվանդություն է, ոչ ոք չկարողացավ իմանա, սա հարցակում է, գիտեք ինչ, որովհետև առաջի գից կանգնած, մինչ ես վերև կելեմ, իրանք արդեն օծում են տարածքը Տիրոջ ներկայությունով, Աստծո ժողովուրդ,
Այսօր ինքը նույն վիճակում հելել առավոտ շուտ եկել աստեղ, ասես չեմ երգի, բայց պիտի Տիրոջը ստան մեջ ընեմ, չեմ կարա չգամ։ Երեխայա ունեցել, կանայք, լավ կհասկանաք ինչ եմ ասում։ Երկուշաբթի ունեցել է, Կիրակի օրը ինքը իր երեխուն գրկած Աստծո տան մեջ ա եղել։ Պատճառաբանությունները մենք մեզ ենք խաբում, ոչ Աստծուն։ Աստված մեր լավագույն ուշադրությանն է արժանի։ Եկեք սրանից հետո սթափված Տիրոջը տանք ամենալավը մեր։ Չլինի 2 շաբաթը մեկ անգամ այցելեն, 3 շաբաթ ոչ, Տիրոջ տան մեջ։ Ինչպես Փաստոր Արման ասեց, մեր անօքուրը մենք գիտենք մեծ օպերացիայով անցավ, ոտքը վնասված։ Անիքուրը ասում անդադ ասում է պիտի հետ կամ Աստծո տուն։ Եվ էլ չլավացած ինքը արդեն նստած աստեղ։ Երեխեք գեղեցիկ է նայվում դա Աստծո առաջ, գիտեք խի, որովհետև մենք նեղությունով ենք վազում Տիրոջ տուն։ Եկեք միշտ մեզ համեմատենք այս Սիրիայի քրիստոնյաների հետ։ Եկեք համեմատենք, կամանչենք, այն ժամանակ գլուխն էս կախ կգանք Աստծո տուն։ Այսօր քուրիկներից մեկին հետ եմ ասում, ոչ մի պատճառաբանություն այլևս Աստծո առաջ։ Գալիս ենք Տիրոջ տուն, մնում ենք Տիրոջ մեջ, որտև նա է միակ հավատարիմը, որ երբեք մեզ չի ամանչեցնի, Աստծո խոսքն է այդպես ասում, Հռոմեացիս 10:11, որովհետև գիրքը ասում է, ով որ հավատա նրան, չի ամանչելու։ Հավատքը առանց ինչի է մեռած, գործերը որն է, հավատարիմ Տիրոջ տան մեջ մնալն է։ Հավատարիմ Տերը ինչ խոստացել է մեզ, ըստ Աստծո խոսքի կանի։ Գիտեք, ամուսին ու կին կանգնում են Աստծո առջև եւ ուխտ են անում։ Նայեք, ուխտ են անում։ Մինչև հիվանդություն, այն ամենավերջի ինչ ուզում ա լինի, քեզ հավատարիմ է մնալու։ Այս վերջերս մի տարի որ ձգում են, ուրախանում ենք։ Շատ քիչ քչերն են, որ կարողանում են հավատարիմ մնան իրենց ուխտի մեջ։ Ընկերոջը ուխտ է անում, հավատարիմ չի մնում։ Հարազատները միմյանց լսեք։ Ամեն մարդ մեզ կուրանա, մենք էլ իրանց, որտեղ մենք իրանցից լավը չենք։ Բայց Աստված հավատարիմ է հավիտյանս հավիտենից։ Երբ որ նայում ենք Աբրահամի կյանքը, օրհնվում եք, բոլորդ օրհնվում եք, առաջին մարդը, որ հանդիպում ենք Աստվածաշնչում, ով Աստծուն վստահելի համարեց, դա Աբրահամն էր։ Մենք տեսնում ենք Աբրահամը հավատք դրսևորեց Աստծո հավատարմության նկատմամբ։ Աբրահամի անսասան հավատքը Աստծո հավատարմության նկատմամբ տեսնում ենք Ծննդոց հենց 12 գլխից, երբ Աստված նրան ասում է Աբրահամ վեր կաց, թող քո հոր տունդ, թող քո հարազատներիդ, թող քո երկիրդ եւ գնա այնտեղ, որտեղ ես քեզ ցույց կտամ, որովհետեւ ես քեզանից մեծ ազգ եմ շինելու։ Խոստումներ ա տալի, քեզանից մեծ ազգ եմ շինելու։ Եվ գիտեք, միտեղ մենք տեսնում ենք Աբրահամը բախվեց անհնարին թվացող մի հատ իրավիճակի։ Աբրահամը 100 տարեկան է, կինը 90 տարեկան է, եւ նայում ես իրանց կյանքը, Աստված խոստացել է իրան, պետքա օրհնի, ազգեր պետք է, բայց երեխա չունեն։ Կինը չբերա, չի ունենում երեխա։ Եվ այնտեղ կինը մարմնավոր ձևով տանում Աբրահամին, մտցնում այնտեղ իր առաքինի ծոցը, տղայացնում, հետո տենում է այդել իրան տղա չի լինի, այն կինն արդեն խանդում, ասեց խառնաշփոթ մի հատ վիճակ։ Աստված երբ որ մեզ խոստում է տալի եւ մեր ուզած ժամանակին չի կատարվում, մի մարմնավոր ձևով բաներ փորձեք անեք, սպասեք։ Գիտեք, այդ ընթացքում մենք անհավատարմություն ենք ցույց տալի Աստծո նկատմամբ, երբ որ մարմնավոր ենք փորձում բաներ սարքենք, սպասեք, Աստված խոստացել է, ուրեմն անելու է։
100 տարեկան Աբրահամը, 90 տարեկան Սառան որդի ունեցան, խոստացված որդին Իսահակը։ Մարդկորեն որ մտածվեց 90 տարեկան կինը ոնց կարա երեխա ծնի, ծնեց։ Եվ այսօրվա պայմաններով չծնեց, էպիդուրալ չդրեցին, որ ցավ չունենա, հա, գեղեցիկ հիվանդանոցներում, ոնց որ հիմա ենք մենք երեխա ունեցե, ոչ։ Ես խոսում եմ, այս կինը 90 տարեկանում երեխա ծնեց, որտեվ Աստված հավատարիմ էր, տվեց նրան, որտեվ Աստված խոստացել էր, արեց իր ասածը, ամեն։ Եվ մի պահ այստեղ վերջացնելու եմ, բայց ուզում եմ շատ կարևոր մի հատ մաս խոսամ։ Նայում եք Աբրահամի կյանքը, երեխեն ծնվել է Իսահակը, մեկ էլ Աստված խոսում է հետը, Աբրահամ, դե հիմա վեր կաց, ու այն որդին, որ ես քեզ տվել եմ, որ ազգերի շատության պատճառն է լինելու, տար դրան Սարու ու Զոհարա իմ համար։ Ոչ միտեղ չեք կարդա, որ գրված է Աբրահամը հետ խոսած ու ասեց, բայց ինչու։ Ասում է խոնարհությամբ տարավ, որ որդուն զոհի Աստծո համար։ Այն խոստացված որդի, որ 100 տարի իրանք այդ որդուն այդ տարիքում ունեցել են։ Լսեք, ուշադիր լսեք։ Ինչու։ Որտեղ Աստված գիտեր, Աբրահամը գիտեր Աստված հավատարիմ է, որ թեկուզ եթե այդ որդուն մորթի Աստծո համար, Աստված այդ մեռելներից, այդ ոսկորներից նոր որդի կբարձրացնի, ինչպես արեց Հոբի կյանքում։ Հոբի կյանքը փչացավ, կործանվեց, բայց նրա վերջը նրա սկզբից ավելի լավն էր։ Շուրարի կողքինի տասա, քո վերջը սկզբից լավ է լինելու։ Հավատացեք ձեր ասացին, որտև այն ինչ որ խոսում ենք, սա իրական է։ Աստծո հավատարմությունը Աբրահամից անցավ որդուն Իսահակին, այնուհետև անցավ Հակոբին, Հակոբի հետևորդներին, գալիք սերունդներին, ի վերջո մենք տեսնում ենք Իսրայել ժողովուրդը, Աստված Աբրահամին ասել էր խոստացման երկիր եմ տանելու, տարավ, մցրեց խոստացման երկիր։ Այսօր ես նույն խոստումները մեզ ա տվել Աստված։ Մինչև վերջ դիմանակ ձեզ հավիտենական այն խոստացված երկիրն եմ տանելու։ Մինչև վերջ դիմանալու համար մեզ հավատարմություն ա պետք, որ Տիրոջը հավատարիմ մնանք մինչև վերջ։ Եթե կարելի է ոտքի վրա վեր բարձրանանք եւ քննեմ մեկ բան։ Ձեր